Բարեկեսոր վանացանեն հարկելու ընկերներ ձեզ հետ ենք հատուկ հարցազրույց հայտակրով եւ այսօրվա մեր զրուցակիցը Գերկեգամ Մանուկյանը Ասկային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ Հույտա Հայաստանի քերակու մարմնի անդամ Գերկեգամ Լիբանանը գտնվի Գարջադեվ այցելությամբ մասնակցելու համար այսօր երեկոյան Համասկային Լիբանանի շրջանային վարչության գազագերբած Սերնարգին, որ նվիրված է Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին Բարի եկած եք Գերկեգամ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եի։ Մեր ազովան նյութը Հայաստանի վերջին զարգացումներն են, քաղաքական կյանքի վերջին զարգացումներն են, բայց քանի եկած եք հատուկ առիթով օգտվելով ձեր ներկայությունեն հարց տանք, որ եթե Նիկոլ Աղբալյանն եթե ողջ լար այսօր, ինչ պիտի պատկամեր կգարձեք Հայաստանի իշխանավորներուն եւ քաղաքական գործիչներուն։ Առաջինը կարծում բարոյականություն պետք է պատգամեր։ Երկրորդը ազգային արժեքներ, ազգային գաղափարներին փարվելը եւ երրորդը այս իշխանություններին թշնամու պահանջների դեմ որպես պետության ներկայացուցիչներ դեմ կանգնելը եւ երրորդը եւ վերջինը այս իշխանություններին դարձի գալու եւ հայ ժողովրդի ներուժը իբրև ամբողջական հավաքականություն պատկերացնելու եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը իրենց սիրած 28400 քանի քառակուսի մետրով բավարարվել, որը ամբողջությամբ ջլատում է հայության ներուժը։ Եվ պիտի խոսենք մեր վերջին զարգացումների մասին, պիտի սկսենք ամենեն վերջինն։ Երեք երեկոյան Հայաստանի կառավարությունը հրաբարակեց Արցախյան բանակցություններու փաստաթուղթերը, որքանով ամբողջական եւ ճշգրիտ դրանք ըստ ցեզի։ Գիտեք, երեք Շախզոյան կենտրոնի մոտից ստիպած լայվ մտա, ձևակերպեցի լեռը մուկ տնեց իրականում։ Ինչու՞։ Նայեք, շատ քաղաքավարի չես կարող ասել մի բանի մասին, ինչ որ անում է այս իշխանությունը, որովհետև այսպես ընտրողաբար հրապարակել է մի քանի պաշտոնական փաստաթղթեր եւ ի սկզբանե գաղափարը եղել է Սերժ Սարգսյանին մեղադրել, Ռոբերտ Քոչարյանին մեղադրել, նախկին իշխանություններին մեղադրել եւ այդ մեղադրանքի համար, քանի որ չի կարողացել այդ փաստաթղթերում շատ էլ նյութ գտնել, դրա համար գտել է իր թերթում 2008 թվականին տված որևէ պաշտոնական կարգավիճակ չունեցող մեկ գրություն, թե այդ ժամանակ պատրաստվել են մեղրին հանձնել, որը երբեք չեղել եւ երեկել ընդդիմադիրներն ասում են լավ, իսկ Քիվեստի փաստաթուղթը, որը պաշտոնական է, որը Ադրբեջանը ստիպված Ալիևը մերժեց, ասելով իմ ընտանիքը չի ընդունում անգամ սա, այսօր Առավոտյան ազգային ժողովում չգտանք այդ փաստաթուղթը։ Տարակները մանեկա չգտա իր սովորության համաձայն Նիկոլ չէր լինի, եթե միտեղ չխափեր, միտեղ չխոսեր եւ մի խաղել խաղում են, թե այ տեսեք Սերժ Սարգսյանը Պուտինի նամակ է գրել, հիմա էլ նոր թեզ են շրջանում, բակլամը է Պուտինին խնդրել ապրիլյան պատերազմից հետո, որ կարգավորի Ադրբեջանի ստիպի այդ զենքերի բալանսը եւ վերջինը, որ շատ էին պնդում, ասում են 2019-ին Մինսկի խումբը քեզ փաստաթուղթ է բերել, հրապարակի այդ փաստաթուղթը, որովհետեւ իրենց ամբողջ թեզն է որ երբեք չի քննարկվել Արցախ իբրև անկախ միավոր լինել, միշտ քննարկվել է իբր Ադրբեջանի կազմում։ Դրա համար ասում են 19 թվականի փաստաթուղթը, որտեղ փաստաթղթով հստակ ասում է, որ Արցախի ժողովուրդը իր կամարտահայտությամբ վերջնական կարգավիճակն է որոշում, որը պարտադիր է երկու կողմերի համար։ Բայց էլի ժողովրդական խոսքա, չէ, ասում է կատվին ինչպես էլ նետես 4 ոտքի վրա է կանգնել։ Հիմա նույն ձևից փորձում էր 4 ոտքի վրա կանգնել։ Հիմա գիտեք, դա 19 թվականին է, ուղղակի սեղմագիր էր։ Եվ իսկ կա Փաշինյանի պատասխանները նամակներուն ուղղված։ Իր պատասխանները, որովհետև որ գիտնակ թե ինքը ինչ պատասխանած է այդ նամակներուն կամ թիմերուն փաստաթուղթը։ Ինքը փորձում է արդարանալ, որ գիտեք, դա փաստաթուղթ չէ, այլ ասում է, երբ որ ես դառա վարչապետ ախենթանալիք է, բելա ժողովրդական լեզվով ասած մեր ժողովրդի գլխի, որտեվ ինչ ասում, ասում է Մինսկի խմբին երբ որ դարձավ վարչապետ, ասեցի ես թղթերի մեջ ես չեմ հասկանում, ի վերջո ինչ եք ուզում, ինձ մեկ հատ գրություն բերեք, թե ինչ եք ուզում, եւ 19 թվին իբր Մինսկի խումբը բերել է, որպեսզի արդարացնի, որ ես սրան պատասխան չեմ տվել, բայց իրականում եղել է պատասխանը 20 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմն է, որը 18, 19, 20 թվականներին իր
անհավասարակշիռ քաղաքականության արդյունքում լրիվ ազատ արձակեց Ադրբեջանի ձեռքերը, որը ամեն օր բնականաբար ուզել է պատերազմ։ Մինսկի խումբը այլևս արմատայերեն ասեմ գանեց Հայաստանի ղեկավարությունից, որովհետև եթե անցնող 20 տարիներին միջազգային հանրությունը շատ հստակ գիտել է թե Հայաստանը ինչ է ուզում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեկ ասել է ես արցախցիների տեղը չեմ բանակցի, մեկ ասել է Արցախի հետ բանակցեք, մեկ ուրիշ բան է ասել եւ ամբողջությամբ այնքաներ խճճել Մինսկի խմբի հետ իր երկխոսությունը, որ մարդիկ ուղղակի ձեռքները պարզեցին, ասին գլուխը քարե, ինչ կուզեք գրեք։ Եվ դրա պատճառով է որ Մինսկի խումբը վերջին 2 տարին, որ 20 տարի պարտադիր եկել է Հայաստան, գնացել է Ադրբեջան, ոչ թե այդ երկուսի հետևը պարտադիր գնացել է Ստեփանակերտ։ Այդ 2 տարին Մինսկի խմբի Ստեփանակերտ չտեսա։ Այս ամբողջը գլան խաղաղության անունին դակ։ Խաղաղություն, որը ստերեոտիպ նաև գարկախոսը դիտել առաջիկա անդրություններուն։ Բայց խաղաղությունը գենտաթե երկու կողմ։ Պատերազմի նման չէ, պատերազմը կողմը գարչագե եւ գծերնարգե։ Խաղաղության բարակային ինչ երաշխավորություն, որ թիմացի կողմը Բիդի հանցնելու լա խաղաղության այն խոստումին համասայնության, որ թուղթի վրա միան կրված է այսօր։ Որքանով վստահելի է այդ խաղաղության լոզունգը, որ այսօր ներդված է։ Երաշխիքներ կան։ Նայեք, օրերս Սոֆիայում է Բուլղարիա Սևծովյան երկրների կազմակերպության խորհրդարանական վեաժողովներ, մեկ երեկո, որ իշխանության падգամավորներ էլ կային, ուկրաինացի падգամավորների հետ էին։ Այս ուկրաինացիներից մեկը, որ արդեն տարիներ շարունակ այդ ձևաչափում նաև ծանոթ ենք իրար, այս ուկրաինացիներից մեկը ասեց, նայեք, ասեց, կարծես ամերիկացիները Ադրբեջանի հետ թուղթ եք ստորագրել, այս ԿՊ-ի падգամավորները ոգևորված, այո, խաղաղություն, բլա բլա, մեկ էլ այս ուկրաինացին, որ իշխանության մարդ է Ուկրաինայում, ասեց, եւ ամերիկան էլ երաշխավոր է, հա, կանգնել, այս ԿՊ-ի падգամավորները, այո, Թրամփը ստորագրել է, հիմա ծաղրում եմ, ասեմ, չի ստորագրել, որպես վկա է հանդես եկել վերջում։ Մեկ էլ այս տղան իր դառը փորձով, Ուկրաինայի փորձով, ասեց նայեք, այդ Թրամփի ստորագրությունը երաշխավորություն չի։ Նայեք մեզ, պատկերացրեք ձեզ։ Եվ իրականում այդ խաղաղություն առավոտվանից գիշեր ասելով պարսկական ժողովրդական խոսք ասում, հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Եվ խաղաղություն իրականում առաջինից պահից օգոստոսի 8-ից իշխանությունը փորձեց ուղղակի մարդկանց այդ հաբը թմրանյութ եմ ես ասում, փորձեց մարդկանց կլել տալ այդ թմրանյութը, բայց կարճ ժամանակում մարդիկ տեսան, որ լսեք, սա առավոտվան գիշեր, որ ասում է խաղաղություն, ուրիշ բան են լսում Ադրբեջանից, Ալիևը շարունակում է իր պահանջները, Ալիևը Սևանը գյոքչա է ասում, ինչքան է Նիկոլ Փաշինյանը փորձի Ալիևին արդարացնի եւ ոչ թե համարժեք պատասխան տա, բա գիտեք, որոշ քարտեզներում այդպես է գրված, ամեն օր Ալիևը խոսում է ադրբեջանցիներ Հայաստան գալու մասին, ամեն օր այդ հակահայ քարոզությունը ամբողջ ադրբեջանական հասարակության մեջ տարածվում է եւ նաեւ միջազգային մեծ հետաքննություն եղավ իբր Հայաստանի ադրբեջանցիների այդ կազմակերպությունը միջազգային լրագրող հետաքննողները պարզեցին, որ ամբողջությամբ պետությունն է ֆինանսավորում եւ այսօր էլ Հայաստանում շատ շատերի համար հասկանալի է, որ դա օդի մեջ խաղաղություն է, այսինքն խաղաղությունը այն իրավիճակն է, երբ որ դիմացինը նաեւ նույն վերաբերմունքն է։ Օրերս բանակի մասին մի ելույթ է ունեցել, շատ արձագանքներ ունեի բանակից, երեք գիշեր դիրքում կանգնած մի զինվորականը զինծառայող է Վարդենիսից գեղեցիկ նախադասություն էր գրել, ասում է աղավնի ինչքան էլ թրցնես, խաղաղություն չի բերի, խաղաղությունը արծիվներն են պարտադրում։ Շատ ճիշտ։ Այսօր հայությունը ամեն օր մտահոգությամբ կհետևի Հայաստանի ներքին իրադարձություններուն, ամեն օր նոր ցնցում, նոր խայդարագություն, նոր ամոթանք, նոր այլանդակություն, ուր կգրնակացնել այս բոլորով կգարձեք եւ ինչեւ երբ կգրնաշարունակվել այս ընթացքը, երբ անտինգալ լայն շերդեր ժողովրդի, որոնք կարծես բամը չբադահացի դրամապանությամբ իրենց առօրյան բնական երբով կշարունակեն։ Ինչու այս հագասական երևույթը կա դեղմը իշխանություններ արչև գերտան իրենց այլանդակություններու մեջ, անտինգալ ժողովրդային խավը, որ այս բոլորին հերու գուբահեն զին կամ գսպասե ինչ որ բանի, ինչի գսպասե։ Երեք իրականում բոլոր երկրներում էլ այդ երկու տարբեր տրամադրությունները կան եւ
2016 թվականին, երբ որ ՊՊՑ գունդը ոստիկանական այդ գունդը գրավել էին, Վրաստանի հեռուստատեսությունների խմբեր էին եկել Երևան եւ Երգիր մեդիայի հետ բավականին կոնտակտներ ունեն ու նկարանում են Երգիր մեդիայով ուղարկում են Վրաստան վրաց լրագրողներից մեկը ասեց լսեք ասма երբ որ լուրը մենք առանք որ ոստիկանական հսկայական զորամաս են գրավել մեզ թվում էր թե Հայաստանում Երևանում տակն ու վրա է բայց եկել ենք մենք չենք կարողանում հասկանալ մի փողոցում ոստիկանատունը գրաված զորքը մարդիկ ցույցեր իրար զարնում են երկու փողոց գնում ես այն կողմ սրճարանում մարդիկ նստած սուրճն են վայելում բայց նաև հիմա շատ երկար կարելի է եւ հոգեբանորեն եւ որպես հասարակագետ որպես գիտականորեն վերլուծել որովհետեւ ցավոք պատերազմի հարվածը շատ ծանր էր եւ շատ երկար դեռ իր ազդեցությունը ունենալու է ժողովրդի վրա կա մեկ ուրիշ շերտ որ մարդիկ նաև վախենում են այս վերջերս աչքի է զարնում որ Երևանում գրեթե ամեն քայլափոխի ոստիկանը կանգնա խորքային է ինքը իշխանության քաղաքականությունը մարդը որ ամեն վարքյան ոստիկանը տեսնում է ինքն նաբերաբար ինքը ձգված է վայ հանգարց ոստիկանատուն չնեմ հատկապես որ հիմա անձն աչքով էլ տեսանելի է ցանկացած բարի համար նույնիսկ բարի ոչ թե գործողության համար մարդը հայտնվում է բանդում եւ եթե հայտնվում է աշխարհի ամենահարուստ հայերից մեկը Սամվել Կարապետյանը եթե սրբազաններ են հայտնվում բանդում պարզ քաղաքացին բնականաբար մտածում է ես ով եմ որ ավելի պաշտպանված լինեմ եւ բնականաբար շատ ավելի զգուշավոր է բայց նաեւ կա մյուս երեսը այն պայքարող մեր հայությունը նայեք իրականում այդ նաեւ Սփյուռքում է տպավորությունը կա որ այսպես ռուտին կյանքով է ապրում Հայաստանը տեսեք անցնող 5 տարիների պայքարի ընթացքում հարյուրներով մարդիկ 2, 3, 4 ամսով գտնվել են բանտում հարյուրներով հազարներով մարդիկ հայտնվել են ոստիկանատներում այգեն չի եղել Հայաստանի պատմության մեջ դիմադրության պայքարի օրերին օրը այգեն մի անգամից նույն ժամին մինչև 700 մարդ հայտնվում էր ոստիկանատներում այդպիսի աննախադեպ ծավալը ինչ եմ ուզում ասել որ տպավորությունը թե գիտեք պայքարող չէ ժողովուրդը վարժվել է ժողովուրդը համակերպվել է այդպես չի հարյուրների հազարների մարդկային ճակատագրերի մասին ենք ասում հիմա էլ հայ առաքելական եկեղեցու դեմ էս պայքարի մեջ եթե կեղծ պատարակների ժամանակ շատ մարդիկ որ չէին հանդուրժում իշխանության գործողությունները համարում էին կռապաշտական ծիսակարգ եւ չէին գնում եկեղեցի հիմա իրենք որպես տերը եկեղեցում կանգնում են պատարակի ժամանակ իրենց դիրքորոշումներն արտահայտում եւ նաեւ հոգեվոր հայրերը շատ ավելի զգուշավոր են եւ ոչ թե զգուշավոր են շատ ավելի հստակ իրենց դիրքորոշումները արտահայտում են բայց երկմտողներ այլևս չկան մոխրակույն բաժնի մեջ մնացող եւ Շիրակում ամսի 7-ի պատարակը շատ կարեւոր ցուցիչ էր որ չկա որևէ հոգեվորական որևէ քահանա որ Նիկոլ Փաշինյանի քիմքով պատարակ կմատուցի կզեղչի վեապարի հատվածը եւ կզեղչի Հայաստանի եւ Արցախի հանրապետության հիշատակումը որովհետեւ այս իշխանության համար կարծես կարմիր լացրենի Արցախ բառի գործածումը վստահ եմ զրույցում եկեղեցում կանդրադառնանք դրա համար շատ չեմ ուզում այդ թեմայով խոսել բազմաթիվ մեծ թեմաներ կան որոնք կնետվին գոր երեք Արցախը նետվեցավ բադմության հարցը նետվեցավ եկեղեցին չեք կարծում որ այս թեմաները նաև այս քաղաքական աղմուկը ուշադրություն շեղեցնելու համար հիմնական օրագարկերը դարաշտելու հարց կերիներու հարց ներքին տնտեսական դակնապ սղաճ եւ այլն ես մի քանի առիթով ասել եմ եթե մեկ օր Նիկոլ Փաշինյանը անդրադառնա որ Հայաստանում որևէ մեկը իր մասին չի խոսում քենթանա դա քարոշչական շատ լուրջ գործիք է այսինքն անկախ այն բանից թե Նիկոլ Փաշինյանը ինչ է անում սուրճը սեղանին է թափում առավոտը հետիկ է քշում չգիտեմ ոդկով է գալիս աշխատանքի սրտիկները առավոտը պարգևում
ամբողջ նպատակը որ ինք իրեն չմոռանա հիմա մենք Հայաստանում առավոտները ջոկ են շատերն անում ծաղրում են բա ելավ սրտիկը սխալ ցույց տվեց բայց օրերս անդրադարձա որ անկախ այն բանի ծաղրում ես առհամարում ես հայոյում ես գովում ես իրեն ինքը իր նպատակին հասնում է ինքը թեմայի մեջ է վրաց լրագրողներ են այդ նույն Բուլղարիայի տպավորություններից ասեմ մեկ էլ որ իմացան Հայաստանից են հա ձեր վարչապետը առավոտը երաժշտություն մեացնում է սրտիկ ես նրա ֆոլոուերն եմ մեկ էլ դու անդրադառնում ես կարևոր չի իր հետևորդների թիվ բարձրացնելը եւ շատ հաճախ ասեմ եթե որևէ թեմայով այլոց Նիկոլ Փաշինյանը չանդրադառնա մի օր գալու է որ իր ննջասենյակն է սփռելու եւ շատ հետեւողական է Կիրակի օրը ինչ որ հիմար լուսանկար դնելը որպեսզի նույնիսկ Կիրակի օրը իր մասին չմոռանան ու նաեւ շեղի բուն այն կարևոր քաղաքական արտաքին քաղաքական թեմաներից որը կա տեսեք երեք մի շատ կարևոր հայտարարություն է եղել միջազգային մակարդակում որը ամբողջությամբ այս հիմար թեմաների մեջ ամբողջությամբ շեղվել է խոսքը վերաբերվում է Եվրամիությունը հայտարարում է որ $5 միլիարդ Հայաստանին գումար է տրամադրում էներգետիկ դիվերսիֆիկացիա այսինքն բազմաճյուղություն ապահովելու համար եւ Եվրամիության պաշտոնյան ասում է այդպես մենք Մոլդովայի, Ուկրաինայի դեպքում ապահովեցինք որ տարբեր երկրներից էլեկտրաէներգիա ստանան եւ հայտարարել է որ Հայաստան, Թուրքիա էլեկտրաէներգիայի գծերի շուրջ են մտածում։ Փոխնդրանք ռուսական էլեկտրականության է։ Նայեք, չէ, մենք Ռուսաստանից էլեկտրաէներգիա չենք ստանում։ Հայաստանը այն երկիրն է, որը էլեկտրաէներգիան ոչ միայն արտադրում է իր կարիքների համար, այլ արտահանում է Վրաստան, արտահանում է Պարսկաստան։ Հայաստանը կարիքը չունի էլեկտրաէներգիայի։ Երբ կունենա կարիքը, երբ էլեկտրաէներգիա արտադրող ամենամեծ կայանը, ատոմային կայանը, այլևս դադարի աշխատել։ Իսկ ով է ուզում ատոմային կայանը դադարի աշխատել? Թուրքիան տասնամյակով։ Ատոմակայանի չլինելու դեպքում էլեկտրաէներգիայի կարիք ունենում ենք, ու մեկ էլ եվրոպացիները այսօր ասում են Հայաստան-Թուրքիա էլեկտրաէներգիայի գծերի մասին։ Եվ շատ հաճախ մենք որ ասում ենք ժողովրդին փորձում ենք բացատրել, որ այդ Եվրոպա, արևմուտք, որ պատկերացնում եք, դա Բրյուսելի պաշտոնյան չի, որ Հայաստանի հետ հարաբերվելու է։ Դա ֆրանսիացի պաշտոնյան չի, դա նույն Թուրքիայի որևէ պաշտոնյա է, որ իբրև ՆԱՏՕ-ի անդամ, իբրև եվրոպացիների ներկայացուցիչ այս տարածաշրջանում սկսելու է իրենը պարտադրել։ Եվ բայց այս թեման կարծես օրակարգից դուրս մնաց, որովհետև բոլորը խաղում էին Նիկոլ Փաշինյանի այդ թերթիկները, որ իբր հավաքել էր, քսերուքսեր արել, հետո սկաներ արել ու դրել էր կառավարության էջում։ Վերադառնանք ներքին ցանկին եւ հիմնական աննախընթաց պատմության մեջ հավանաբար եկեղեցու դեմ ծավալած արշավին։ Բադահազ են ժամանակներ եւ իշխանություններ ինչ որ հարցեր ունեցած են եկեղեցու հետ, բայց թե ցերպակալությունները լան, ֆեյք բادرակներ, գեղձ բادرակները լան եւ եպիսկոպոսներ, դաս եպիսկոպոս հանդես կան հայտարարությամբ, հանդիպումով ինչպես կմեկնաբանեք, արդյոք գրնալալ հաստինք օրի մեկ հոն, որ նոր Հայաստան, նոր հայրաբեդ կարգախոս իրականություն դառնա։ Չէ, խնդիրը գարգին վեհապարը չի։ Նայեք, այստեղ այդ ծածկույթը կուվերտուրը որ կա իբր գարեգին վեհապար, չգիտեմ ինչ, այ պետք է վեհապարը փոխվի, դա չի։ Նիկոլ Փաշինյանի նպատակը դա չի։ Ի վերջո ինքը ինչ դրոշը պարզեց, ուսակրականության հարցը, եկեղեցու մաքրություն, բլա բլա բլա։ Մեկ էլ երբ որ գտավ դաշնակիցներ, այսպես ասեմ, տիրազանց եպիսկոպոսների, բոլորն ասացին, լսի, այդ եկեղեցուն որ դու թիրախավորում ես, նույնը պատճառներից մեկ այս եպիսկոպոսներից որոշներն էին։ Հիմա բոլորը դարձել են քո զինակիցը, ուրեմն վերջացավ, որը խոսում է մի բանի մասին։ Սա շատ քաղաքական բան է։ Սա անձնական բան չի, եւ սա չի վերաբերվում միայն, այսպես ասեմ, քանի որ ես Լիբանանում եմ նստած, Թուրքում եմ նստած, հիմա խոսում, սա չի վերաբերվում միայն, այսպես ասեմ,
Էջմիածնի շուրջ տեղի ունեցողին։ Սա վերաբերում է Սփյուռքի ամեն մի եկեղեցուն, որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ միտքը հայ առաքելական եկեղեցու ոչ թե Հայաստանյա, այլ Հայաստանի Հանրապետության նոր մի կառուցվածքի ձևավորումը, սա նոր չի այս տարածաշրջանում եւ այս պայմաններում, նույնը կատարվում է Ուկրաինայում, նույնը պատահում է նաև Մոլդովայում, իհարկե այնտեղ իրավիճակը այլ է, որովհետև Մոլդովայում եւ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցիները համայն Ռուսիո պատրիարքի տիրապետության տակ են, կտրում են ամեն երկիր ունենա իր եկեղեցին, բայց հայ առաքելական եկեղեցին հայ իրականության երկու համահայկական կառույցներից մեկն է։ Մեկը հայ առաքելական եկեղեցի, երկրորդը հայեղափոխական դաշնակցություն։ Իհարկե կան բազմաթիվ համայնքական կառույցներ, բայց կառույց, որը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդգրկի, այս երկու կառույցներն են։ Եվ սրանք են դրա համար Նիկոլ Փաշինյանի թիրախը, որտեղ հայ առաքելական եկեղեցին Հայաստանում այսօր խոսում է նվիրապետական աթոռներով, Կիլիկիո կաթողիկոսությամբ, զույգ պատրիարքարաններով, Պորսով եւ Երուսաղեմով այդ համահայկական դերով է հանդես գալի եւ նաեւ միջազգային ասպարեզում ու պատահական չի որ այսօր հայ առաքելական եկեղեցին աշխարհի բեմերում խոսում է եզակիներից մեկն է որ խոսում է արցախահայության իրավունքների մասին եւ դրա համար է թևերը կդրելու եկեղեցու որ այդ եկեղեցի սահմանափակվի լոկ Հայաստանի Հանրապետությամբ Չեք կարծում որ նաեւ ռուսական ինչ որ աստակ կնկատվի իշխանություններով կողմեկում աստեցության կոդի միջոց Էջմիածին իբրև այդպեսին գտիդվի եկեղեցի կողմը մեկ եւ երկրորդ նաեւ նախընտրական աժան եւ թյուրին թեմա է եկեղեցականներու այս հարցը արձարծել եւ ժողովրդային ինչ որ քվեներ ապահովելը նայեք իրականում այդ ռուսական գործոն բան Հայաստանում լուսանցքային քաղաքական որոշ ուժեր կան որոնք քնում արտանում են ոչ թե պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը, Գառնին, Գեղարդ, Արարատը, այլ իրանց այսպես աչքերը գոցում են Նյու Յորքի ազատության արձանից սկսած, վերջացրած, չգիտեմ, Եվրոպարլամենտի շենքը, որտեղ երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարող այդ եվրոպացիները լավ էլ երբ որ մեծ գումարների մասին է իրենց պաշտոնյաները լավ էլ այդ փողերը կարողացել են յուրացնել եւ ընտրական իրականում գործողություն չէ շատ հետեւողական է առաջին տարին չի երկրորդ տարին չի մենք որ Նիկոլ Փաշինյանի ազգային ակատի վրա քայլերը երբ որ նայում ենք 18 թիվ Սփյուռքի նախարարության վերածում մի գործերի կառավարիչ նշանակեց որը ոչ թե հանձնակատար որը ոչ թե հարաբերվեց դիցուկ Լիբանան բոլորին էլ հայտնի է կազգային իշխանություն կան կուսակցություններ, բարեսիրական միություններ, ինքը ամբողջությամբ ձևավորված պետություն է մի պետության մեջ։ Ոչ թե ինքը փորձեց հարաբերվել այդ պետության հետ, այլ գտնի մեկ մարդու, չգիտեմ, որևէ սուրճ պատրաստողից սկսած վերջացած բիզնեսմեն, որի հետ անհատապես խոսի, որովհետև Հայաստանի իշխանության նպատակը այդ բոլոր կառույցները փլուզելն է, որովհետև շատ ավելի հեշտ է մատերի վրա խաղացնել անհատի եւ ոչ թե կառույցների։ Եվ հարցը այսպես է երկաթե վարակույր գծվեց հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ ով էր ազգային միասնականության նշան Արցախյան ազատամարտ հերոսներ եկեք հեղինակազրկենք հերոսներին ստեղծեց մի տպավորություն որ Արցախում բոլոր կռվածները թալան են արել բանակ հրամանատարական կազմի հեղինակազրկում պաշտոնազրկում երբեմն դաշնակցության դեմ պայքար որը հիմա լայն ճակատով է ազգային ժողով դրանից դուրս եւ ամենակարևորը եկեղեցու դեմ պայքարն էլ նաեւ պահանջն է Ադրբեջանի շատ սինխրոն են համադրված է Նիկոլ Փաշինյան Ադրբեջանի ղեկավարություն աշխատում այսինքն եկեղեցին հայ առաքելական եկեղեցին այսօր եւ Թուրքիա եւ Ադրբեջանի համար դարձել այն աչքի փուշը որը համաշխարհային մակարդակով համահայկական տարողությամբ ազգային հարցեր բարձրացնող է չլի հայ առաքելական եկեղեցին չունենա դաշնակցություն այդ զորությունը մեկ պատկերացրեք ինչ է կատարվելու աշխարհում այլևս աշխարհը հայության խոսք լսելու է միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարներին որոնք էլ ձեռքերը բարձրացրել են Ադրբեջանի առջև եւ
օրերս առիթ եղավ ասեցի, այսօր Նիկոլ Փաշինյանը պահանջում է զեղչել պատարակներում վեհապարի անունը, պահանջում է զեղչել Արցախ անունը, պահանջում է զեղչել Արցախի հանրապետություն անունը, վաղը Կիլիկիա է պահանջելու զեղչել, վաղը պատմական Հայաստան է Գրթական ծրագիրները զեղչեցին արդեն ինչ որ ծրագիրներ, դասեր, նյութեր։ Այո, եւ այդ զեղչումն ու ուրացումի լայն մի ծրագիր է, որը փորձելու է անել, եթե չկասեցվի, իսկ կասեցվելու համար ամեն ինչ պետք է արվի։ Արդյոք ամեն ինչ արվում է։ Ես առնվազն իմ կուսակցական ընկերների, կուսակցական ղեկավարության, կուսակցական այդ հազարավոր շարքերի եւ նաեւ շատ մեր զինակիցների, ովքեր այս 5 տարիներին եղել են պատնեշի վրա, բոլորի անից կարող եմ վստահեցնել, որ որևէ վարքյան այդ պայքարը չի կանգնում, որովհետեւ ներքաղաքական պայքար չի, քանի աթոռ ում համար, դա չի այլևս, այսպես ասեմ, թշնամու դեմ ներսից դարբասները բացելու, չբացելու պայքարն է։ Պայքարը չի դադրել ընկեր, շատ ճիշտ, բայց նաև բռնաջնշումները, հալազանքները չեն դադրել։ Այսօր բանդերու մեջ կան, գալանավայրերու մեջ կան քաղաքական բանդարգյալներ, եկեղեցականներ, քաղաքապետներ, քաղաքական գործիչներ, դու կարիք ունեցաք տեսնելու, հանդիպելու Բակրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի հետ նախ, եթե գտնակ մեզից ինչ տրամադրության մեջ են մեր սրբազանները, եւ ընդհանրապես քաղաքական բանդարգյալներու այս թղթաձրարը իրավական, տադական, քաղաքական, հարաբերական իմաստով ինչպես գեդավնտվի։ Նայեք, իրականում տեսեք բոլոր տարիներին իշխանությունը փորձել է ընդդիմադիրներին ճնշել։ Չեմ ասի, որ նախորդ տարիներին բանդում քաղաքական պատճառով մարդ չի հայտնվել, բայց այն ամբարտավանությունը եւ օրենքների ուղղակի օրենքների վրա թքնելը այն ինչ որ կա, այլևս սահման չի ճանաչում։ Նայեք 18 թվականին է կարծեմ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումից հետո Նիկոլ Փաշինյան ուժայիններին հանձնարարում է նաև ձերբակալել որդուն։ Եվ ուժայինների ղեկավարները Նիկոլին բացատրում են, որ գիտես սովետական միությունից կա չգրված բան, չգրված օրենք, որ եթե հանցագործության դեպքում չես բացահայտել եւ շատ ապացուցած հանցագործություն չի, երբեք հորն ու զավակին չեն ձերբակալում։ Այսօր այն ինչ որ կատարվում է Հայաստանում 37-ին ինչպես էին անում, ընտանիքով էին ակսորում։ Նայեք, ես չեմ կարող հիշել, այդքան տասնամյակներ շարունակ, նույնիսկ 37-ից հետո խորհրդային միություն նման բան։ Վեհապար Հայրապետի դեմ ճնշումների համար այս իշխանություն լրիվ շինծու ձերբակալել է սրբազաններից մեկը, որը նաև վեհապարի քրոջ որդին է։ Լրիվ շինծու ուղղակի մի այսպես սադրանքի արդյունքում ձերբակալել է վեհապարի հարազատ եղբորը, ձերբակալել է վեհապարի եղբոր որդուն, 2 ամսով պահել է կալանքի տակ, որ այդ հոդվածով քիչ է լինում, հիմա 2 ամիս, եղբորորդու դեպքում 3 ամիս կալանքը երկարացրել է, չի եղել նման բան, ուղեղումս չի տեղավորում, ինչ որ ապերում է սրբազանին ու մյուս բանտարկյալներին, գիտեք, Լիդիա Մանթաշյան կա, որ Բակրատ Սրբազանի հետ Տավուշի թեմու ծառայել է։ Որը չազատարձակ վեցավ գալանքով։ Ցավ պատճառելու համար եւ Սրբազանին եւ մյուս բանտարկյալներին, որտեղ ուղղակի խայտարակություն են Լիդիային շարունակեցին պահել բանտում, բայց այնպես պայթեց հասարակություն, որ ստիպած մեկ շաբաթ հետո որոշումը փոխեցին։ Ինչ վերաբերում է Միքայել Բակրատ Սրբազաններին, ես ավելի շատ իրենց եմ նախանձում, որտեղ այն հոգեկան ազատությունը, որ իրենք ունեն բանդում, այդպես խուց ենք այցելում, լավ, պատմեմ մեր հայրենակիցներն մի քիչ պատկերացնեն։ Այն խուցը, որը այցելում ենք, չգիտեմ ժամանակին ով է նստած եղել, բայց ամբողջ պատով մեկ շատ որակյալ սրբապատկեր էր նկարված եղել։ Այդքան միջև Բակրատ եւ Միքայել Սրբազանների դերբակալում։ Հիմա այդ խցում, երբ որ մտնում ես, մեջտեղը մի երկաթե մահճակալ կար, որ դատարկեր, միասին են սրբազանները։ Միասին են նույն խցում են։ Ուրեմն խնկամաններ, տարբեր տեղերից բերված խունկ, մոմ, սրբապատկեր, հոգևոր գրականություն, դե Միքայել Սրբազանը օրը մի լեզվով է կարդում, Բակրատ Սրբազանը իր հերթին, ուզում Սրբազանը կարծես մատուր մտածում է։ Իրականում ոգով շատ պինդ էր, հատկապես Միքայել Սրբազանի հետ
ժամերով խոսում ենք տարբեր բանի կարծեմ մայիսին է վերջին անգամ սրբազանը այստեղ եղել օրերս ինգեր Երևան Փամբուկյանից շատ տպավորված էր որովհետև մանգեր Երևան Փամբուկյանին հանդիպեցի հիշեց 89 թվականի Միքայել Սրբազանի առաջին պատարակը որ մատուցել է ասում հանգուցյալ երջանկայի շատակ Վազգեն Վեհապարը կանչեց ասեց նայի առաջի պատարակը դա զգուշացնեմ որ Անտիլիասից եւ Դաշնակցությունից մարդիկ են լինելու պատարակից պատրաստվի որ լավ տպավորություն թողնես եւ ինգեր Երևանը ամբողջությամբ Միքայել Սրբազանի քարոզը վերաշարադրել է Իմիջիալս Միքայել Սրբազանի մայրը լիբանանցի է լիբանանահայ է Սայդայի գողմեն ծնած հարավային լիբանանեն ծնած եւ մեծացած ծնած Անստող ամիսերուն երկու դարբեր երևույթներու թեմանտիման կտվեցանք Վաղարշաբաթի ընդրությունների օրինակը եւ Գյումրի օրինակը տեղը քաղաքը Գյումրին երկրորդ քաղաքը ընդդիմացավ Արի գեսված կունեցավ եւ անտին Վաղարշաբաթ օրինակը որ այս բոլորին հետ դակավին կվեարգես ենթարկվեցավ իշխանությունները գամայականություն ինչպես կամեմ ադեգասելու երևույթները նայեք իրականում լիբանանահայերը ինձ ամենալավը կհասկանան եւ լիբանանի օրինակով պատկերացրեք հիմա մայիսին կարծեմ այստեղ ընտրություններ են եւ քվեի հաշվարկից ելնելով որոշեն չգիտեմ Լեռնալիբանանը մեկ ուրիշ շրջանի հետ միացնեն ամբողջությամբ տակնու վրա կլինի եղած բոլոր ընտրությունների պատկերները ինչ էր կատարում Վաղարշաբաթում իշխանությունը վախ ուներ որ իր տեխնացուն չի անցնելու մեկ օրվա մեջ Հայաստանում այդպիսի օրենք կա խոշորացում են համայնքները այսինքն միացնում են խոշոր մի քանի գյուղեր նոր ընտրություն են դնում բերեցին իրենց տեխնացուի բնակած գյուղը ղեկավարած գյուղերը միացրեցին եւ նայեք իրականում ամբողջ պետությունը 1.5-2 ամիս Վաղարշաբաթում էր այդքան մոտ $0.5 միլիարդ բյուջեից փող դրել են Վաղարշաբաթի վրա այսինքն էլ շենքերն են ասֆալտ անում որպեսի քվե ստանան բայց կա եւս մի երևույթ այսինքն այդ օր ընտրությունների ամբողջ պետությունը ոստիկանությունով պաշտոնյաներով լցված են Վաղարշաբաթ Այո չհաջողվեց ամբողջական հաղթանակ տանել, այնտեղ նաև ձայնի փոշիացում եղավ, բայց պետք է հաշվի առնենք, որ համապետական ընտրություններին լավ 10 հատ նույն նախարարից չունի, որ 10 մարզում էլ իշխանություն ունենա, այսինքն ունի 1000 ոստիկան, այդ 1000-ը չի կարող դարձնել 10000, որ բոլոր տեղերը լինի։ Եվ շատ ավելի դժվար է լինելու իշխանությանը այդ վարչական ռեսուրսը կիրառել ու բայց մի բան հստակ է, նաև իշխանությունը գիտակցում քաղաքները ամբողջովին լրիվ ուրիշ տրամադրություն ունեն։ Ես գյուղի մեր հայրենակցին չեմ ուզում նեղացնել, կա այնտեղ տարբեր պատճառներ։ Գյուղերում վարչական ղեկավարներն ունեն իրենց ազդեցությունը։ Գյուղում տեղեկատվության սահմանափակում կա եւ իշխանական քարոշչամեքենան ավելի ուժեղ է աշխատում։ Տարբեր բաներ եւ այդ առումով իրենք մեծ խնդիրներ ունեն բոլոր խոշոր քաղաքներում։ Նախքան համապետական ընդդիմությունները հասցնելը որ մեր վերջին բաժինը պիտի լա նաև խոսենք սահմանադրության մասին արդյոք կգարձեք միջև համապետական ընդդիմությունը հունիս սահմանադրության փոփոխություն կգադարվի եւ ինչի կորզընթացը մեր ունգընտիներուն կբացատրեք թե ինչ փուլերը պետք է անցի թյուրին է սահմանադրություն փոխելը չէ դյուրին չի որովհետեւ սահմանադրությունում կան հոդվածներ որոնք պարտադիր հանրաքվեով պետք է փոխվեն կան որոշ հոդվածներ որոնք կարող էին փոխվել ազգային ժողովում մեծամասնությամբ բայց այն հոդվածը որի համար այդ ամբողջ պատմությունը կա սահմանադրության փոխելու նախաբանն է անկախության հռչակագիրը որի մեջ հողում կա եւ հայոց ցեղասպանությունը եւ Արցախի հանրապետությանը եւ Արցախին եւ այդ առումով Ադրբեջանի կողմից եւ անկոս նաեւ Թուրքիայի կողմից հստակ պահանջ է իշխանությունների Ադրբեջանի համար դա հստակ նախապայման է, որ առանց դրա ես որևէ թուղթ չեմ ստորագրի քո հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ ընտրություններից առաջ այս սահմանադրությունը փոխելը իր համար սարսափելի դժվար է լինելու։ Որովհետև ասենք, չասենք, եթե նույնիսկ ասում ենք անտարբերություն, հայ ժողովուրդը ունի իր համար ինչ որ գծեր, որ ուրացման հարց է։ Հայ մարդը բացառվում է ուրանա ցեղասպանությունը։ Հայ մարդը բացառվում է ուրանա իր անկախության այդ
հռչակագրի գաղափար եւ ինքը շատ լուրջ խնդիրներ ունենալու մինչեւ ընտրություններ համանդրական փոփոխությունների հիմա այլևս այսպես մուրում է Ադրբեջանի որ գիտես ընտրություններին ես որ հաղթեմ հետո հեշտ կլինի համանդրությունը փոխելը տարբեր ձևերով հեշտ կլինի կարևոր իր քվե ստանալն է եւ այսօր իրականում մենք մեծագույն խնդիրը որ ունենք ընտրություններին ոչ թե վարչական լծակն է ամենակարևորը լինելու որ ազդելու է ընտրությունների վրա այլ Հայաստանի ընտրությունների վրա ամենամեծ ազդողը լինելու է Ադրբեջանը ցավոք սրտի այս իշխանությունը քաղաքական իր կարճատեսության արդյունքում Ադրբեջանին ամբողջությամբ դարձրել է Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցը այգեն Ալիևը ասում է այդ Արցախի դրոշները խորհրդարանում քի եք դրել Նիկոլ Փաշինյանը ասում բայց տեսեք դուք որ դրոշները դրել եք դրա համար Ալիևը Զանգեզուրն է ուզում ամեն րոպե սահմանի վրա սպառնալիքը այդ վախի ալիքն է որ հասարակության մեջ վայ կրակեց Ադրբեջանը եկեք համաձայնենք ասենք Նիկոլայ լինի այգին շատ վտանգավոր այդ օգտագործումը եւ ինչպես է լինում հարակվեն ժողովրդական քվեն պետք է ապահովի բայց մոտարապես 600,000 կողմ պետք է ապահովի որը գրեթե եթե չասեմ անհնար է այգեն շատ դժվար է լինելու իշխանության համար բայց նաև ընտրությունը դառնալու է այն ջրբաժանը եւ սահմանադրությունը դառնալու է այն հիմնական թեմաներից Նիկոլին քվե տվողը ապագա սահմանադրությունում անկախության հռչակագիրը զեղչողն է Եվ այդ առումով շատ մեծ ջրբաժանով ընտրություն է նաև 26 Ընտրությունները հերու չեն 8 ամիս յետք են հունիսին արդյոք հստակացած է թե դաշնակցությունը իբրև գուսակցություն իբրև թաշինք ինչ ծևով պիտի մասնակցի կամ արդյոք բոյկոտի պիտի ենթարկե Որևէ բան չեմ կարող ասել որովհետև դրա մասին ունեն պատասխան մենակ մեր բոլոր ընկերները իրենց ժողովներով Եվ հիմա իրականում այդ ժողովական գործընթացը սկսվել է, այսինքն ես վերադառնալու եմ հաջորդ օրը իմ խմբի ժողովն է։ Եվ Դաշնակցության Հայաստանի գերագույն ժողովը, ինչպես ավանդաբար լինում է, ընտրությունների եւ ձևաչափի, մասնակցության, չմասնակցության եւ ձևաչափի եւ նաեւ հիմնական ռազմավարական գծերի շուրջ առաջիկայում 2 ամսվա մեջ որոշումները կկայացնի, որից հետո արդեն գերագույն մարմինը այդ որոշումների շրջանակում կփորձի շատ ավելի գետնի վրա աշխատանքներ իրականացնել։ Իսկ ինչ կբադա, եթե այս ժողովուրդը դարձյալ ընդդեմ իշխանությունները վերջն է աշխարհի քաղաքական կյանքի։ Ես ելնեմ գնամ։ Չէ, իրականում գիտեք մի թեզ է շրջանառվում, որ վերջ այլևս երբեք չպետք է նախատեսել որ ամեն ինչը վերջ է։ Որովհետև Ռուբենի խոսքերն են, չէ՞։ Այլ մարդ առանց պայքարի մեռած է եւ նոր պայքար մեր դաշնակցականների ամենօրյա կյանքի ուղեկիցն է բայց այսպես ասեմ պետք է ամեն ինչ անել եւ այդ գիտակցությունը մեր ընկերները ունեն եւ այդ գիտակցությունը մեր շատ հայրենակիցներ ունեն որ ամեն ինչ պետք է անել մեր ժողովրդի համահայկական տարողությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարողությամբ այս անկումը կասեցնելու համար որ հետո անդառնալի չդառնա Այս շաբաթավերջին Հայաստանի մեջ եւ կալ շաբաթավերջին դիպանդանի մեջ Դաշնակցությունը բիդենշե իր 135-ամյակը իբրև եզրափակիչ խոսք ինչ խոսք գարձեք Դաշնակցության բատկամը բիդելա մեր ժողովրդին իր 135-րդ տարեդարձին Գիտեք իրականում Հայաստանում 135-ամյակ նշելու այդ հանձնախմբի մեջ է պոստերի լոգոյի հարցը երբ որ քննարկվում է ավանդաբար Դաշնակցության օրվա լոգոն ինքնաբերաբար է Դաշնակցության զինանշաններ տարբեր մի քիչ գունավոր մի քիչ ոչ գունավոր բայց այս տարի մեկ էլ բռնեցի այն մտքի վրա որ մենք երկու տարբերակ ենք քննարկում Արարատը եւ Սարդարաբադ ու Շարդան ի վերջո Սարդարաբադի ու Շարդան ու ինք խորհուրդ ուներ որովհետև այս վճռական փուլը այդ Սարդարաբադի պես մի բան է այս վճռական փուլը Արարատը մեզանից գողանալու Արարատի գաղափարը մեզանից գողանալու դեմն առնելն է ու եւս մի խորհրդանշական բան Լիբանան եւ Հայաստան այսպես հիմա վաղը ինգեր Հակոբ Բաքրատունին է Երևան գալիս եւ Դաշնակցության օրվան ինգեր Հակոբը նաեւ բանախոսություն ունի Երևանում եւ ինգեր Արմեն Ռուստամյանը հույդա բյուրոյի ներկայացուցիչ բանախոսություն ունի
Լիբանանում, բայց իրականում հաշվետվության օրը, ինչպես միշտ լինում է, այս հաշվետվությունը շատ ծանր է բոլոր շրջանների, հատկապես Լիբանանի եւ Հայաստանի դեպքում, որտեղ մարտահրավերները դիմացի շատ ավելի զորավոր են։ Պետք է հաշվետվություն տալ, պետք է ախտաճանաչում կատարել եւ հաջորդ օրվանից գործի դաշտ մտնելու, գործը շարունակելու, պայքարը շարունակելու այդ պատասխանատվությունը լիարժեք վերցնել եւ ցանկացած գործ 5 մատներով բռնելու առաջ գնալու հարց։ Շնորհակալություն ընկեր Քեղամաս հարցազրույցին համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն, որ արիթ ունեցեք ձեր սուղ ժամանակի մեզի բաժինը դրամատրել։ Հարկելի ունգընտիրներ, հadoop հարցազրույցով մեր այսօրվա հյուրներ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ Հայաստանի քերակույր մարմնի անդամ ընկեր Քեղամ Մանուկյանը։ Մնացեք միշտ վանասային ունգընտիր։